Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Այսօր առավոտյան աչքովս ընկավ շնորհավորողների անունները Նիկոլին հաղթանակի կապակցությամբ իբր հաղթելա հապկից միայն Տոկաևն էր, ինչպես նաև չգիտեմ Ուզբեկստանի, թե Տաջիկստանի ոնց որ տեզև են ասում, մնացածը բոլորը Մալդավիայի նախագահը, Կանադայի առաջնորդը, Պրիբալտիկայի պետությունները, այս բոլորը ես գումարեցի, թե ուզում եմ իմանալ, թե քանի հոգի են շնորհավորել։ Ես այդ բոլորը գումարեցի, ինձ մոտ ստացվեց 0 շնորհավորանք Նիկոլ, դու այդ շնորհավորանքները 0 է։ Մաթեմատիկայից ես ուժեղ եմ, օրինակ Պյութագորասի թեորեման, դու գիտես, քիչեցել անցել երևի։ Էջերի քառակուսիները գումարը հավասար է ներքնատիկի քառակուսիներին։ Դու շատ տգետի մեկն ես, ուրեմն ժողովուրդ ջան, անցյալ տարի այս ժամանակ ավելի քան 90 միլիոն ծաղիկ արդեն արտահանվել էր։ Այս տարի ոնց որ հենա 9000 ուղարկել են Ուկրաինա, մի հատ էլ 5000 գրոշներ, ու գիտեք ինչա ոնց են խափում, այս խափեբա քծողները, ասում են իբր տնտեսական աճ, այդ ինչ աճ է, տնտեսական աճ, սրտանց ուրախ եմ, որ այսօր 10-րդ օրն է, Ռուսաստանի Դաշնությունից ոչ մի շնորհավորանք չկա, իրոք ես ուրախ եմ, ինչը շնորհավոր, Նիկոլի ինչը շնորհավոր են, հապկի անդամավճարը չի տարի մարդը, գիտեք ծիծաղելու բան է, ժողովուրդ, ոնց որ գնա մեկը մեկից պարկով փող ուզի, ասի 10 օրից կդամ 5 միլիոն դրամ, 10 օրը դու գա, ասի գիտես ինչ փողը կա, բայց դրել եմ սառնարան, սառրմա, թող սառի նոր կդամ, էսի սառեցրել է, փաստորեն, հապկի պարկը սառեցրել է, բայց հապկին որպես կթուկով է ուզում օգտագործի, կթուկով, կթի ու վերջ, ուրեմն ես նախորդ անգամ ասել եմ, ոչ մի, թող որևէ կոնյակ արտադրող, գինի արտադրող ասի, որ Ղազախստան կոնյակ են տարել ու հանկարծ վաճառվել է, Ղազախստանում կա կոնյակի գործարան, մասնագետները հայեր են, Ղազախները ընդհանրապես մեր կոնյակից չեն առնում, մի մեքենան ծախվում է 5 տարում, այդքան էլ, այդ վաղտ էլ չի ծախվում։ Ուրեմն ժողովուրդ ջան, ինչի համար չի ինքը վճարում, Բաբա Իգան արգելել է, Բաբա Իգա կոչվածը Ուրսուլա ֆոն դեր Լայնը, դե Նիկոլ, քեզ ինչքան փող պետք է տալիս ենք, 1 միլիարդ, 2 միլիարդ, 500 միլիոն, տնաշեն, ինչքան փող պետք է տալիս ենք, անդամավճար պետք է վճարես, լապի ինչքան ուզում ես, մեկ էլ զարմանում եմ, կորավ, մի անգամից ի հայտ եկավ Աննա Հակոբյանը, այսօր ում փողերով է գնում Ամերիկա, ճանապարհը պետք է ասի, լավ էլի այ խապեբաներ, ուրեմն այս քծողները, խապեբա քծողները, հայտարարում են, թե ինչ է խոսում, գազը ձրի ենք ունենալու, ունեն իրենց վեստոցները, ովքեր որտեղ նստում կայնում են, թե ձրի գազ ենք ունենալու, գազ չի լինելու, այդ որտեղից եք ունենալու, ռուսական մի լրատվամիջոց լավ մեկնաբանեց, չգիտեմ որտեղից բերելու են, Հայաստանով տանեն, չգիտեմ որտեղ, այս ընթացքում հայերը օգտվելու են գազից, ես իմ որտեղից գալու է, գնալու է ես իմ որտեղ, այ քեզի բան, դու այ խապեբան, լրագրողներ ջան, ձեզ հավը տանեմ, աչքովս ընկավ, երեք միսօրը, չեպազրույց եք վերցնում Ռուբեն Ռուբինյանից, չեպազրույց եք վերցնում Վահագն Ալեքսանյանից, Ալենսիմոյից, դուք դրանց ցանկացած հարցի պատասխան գիտեք, այդ խապեբա աֆերիստները, քծողները, սրանք բոլորը քծողներ են, գրագետ, ժամանակակից քծողներ են, այս քծողները, գիտեք ինչ, ոչ թե քաղաքացիական պայմանագիրն է հաղթել, այլ հաղթել է ռուսաֆոբների կուսակցությունը, ռուսաֆոբ, հակառուս, որտեղից այդքան թույն սրանց մեջ, ռուս պետության, ռուս ազգի մեջ, որտեղից այդքան բան, այս սաղ իրանց անկարող լինելու արդյունքն է, թե դուք որտեղ, ռուսները որտեղ,
ախր դուք ինչ փողի կաշխատե։ Մեկը սուտինյոր այլ է, մասաժիստ, օրինակ Վահագն Ալեքսանյանը ըստ խոսակցությունների մեսման սրահում մասաժիստ բանավ, մենեջեր ա եղել, մենք դրանց ասում ենք սուտինյոր, ուրեմն ժողովուրդ ջան, այս ստերը, այդ կդերը, որ տալիս են մեզ, մենք էլ սիրով ուդում ենք, աշկովս տնգնում են մարդիկ, ովքեր հենա տեսեք Կանադա, անգամ մինչև Կանադա, չգիտեմ, Պրիբալտիկա, դուք ում եք պետք։ Լավ, ես նաև ներկա էի կիրակնորյա այդ հանրահավաքին։ Ուրեմն, Պրիբալտիկայի 3 պետություններում գումարած իրար ապրում են ավելի շատ ժողովուրդ, քան Հայաստանում։ Բայց 3 պետություններում այդքան ոստիկան չկա, ինչքան այդ օրը իմ աշկովս ընկավ։ Այն այդ էլ նեղտեղ, փոքր տեղ, այդքան ոստիկան։ Ըստ խոսակցությունների 30,000-ն անցել է։ Մենք ինչ հանցագործ ազգ ենք մենք ովքեր ենք։ Լավ մի բան էլ ասեմ, այս կուսակցություններից ոմանը անունը չեմ ուզում տան ոչ մեկին։ Ասում էր ուզում ենք գանք ազգային ժողով, մտնենք, որպեսզի մեր բյուջեն դառնա 80 միլիարդ։ Ով է քեզ խանգարում, արա, եթե դու բյուջեն սարքում ես 80 միլիարդ դոլար 20 տարում, հենա 5 տարում սարքի, քեզ ով է խանգարում, ու գիտեք ինչ, ջուր ծախելով, ջրամբարներ, չգիտեմ ինչ զրտուզիբիլներ, ու սրանք բոլորի հույսը մեկն է, 12,000 կիլոմետր ենքող Տրամպը բերելու փող ներդնի Հայաստանի դատարկ ընդերքի մեջ, հաստատագրված պաշարներով որևէ հանքավար չունես, դատարկություն է։ Տրամպը փողա դնելու մեր ընդերքի մեջ ու ժողովուրդ ջան, սրանք թաղել են գյուղատնտեսությունը, սրանք թաղել են անասնապահությունը, սրանք թաղել են թեթև արդյունաբերությունը։ Հասկանում եք 10-ից 15 միլիոն զույգ կոշիկ 80-ականներին գնում էր Ռուսաստան։ Եվ վերջին մոմենտն ասեմ, լավ արա Նիկոլես ինչ ես, բոլոր պաշտոնյաների 70-80%-ը տավուշեցի են։ Հենց խոսում ես ոչ միայն պաշտոնյաների, քաղաքում էլ պտտվում են, բայ, գիտես ինչ, Քոչարյանի օրոք սպանում էին, թալանում էին, գողանում էին, այդ ում են սպանել, ում են Նիկոլ քեզ սպանել են, ում են սպանել արա, այ անամոթներ, տավուշեցիք եկել են ամբողջ ազգին խելք են սովորցնում։ Արա Վահագն Ալեքսանյան, Ռուբեն Ռուբինյան, դուք զերո եք, ոչնչություն եք, ազգի առաջ ոչնչություն եք։ Էսի ես չեմ էլ համարում հաղթանակ, դուք ոչ էլ հաղթել եք, դուք զավթեցիք, հերթական անգամ զավթեցիք իշխանությունը։ Նիկոլ նորից եմ ասում, դու հայտարարում ես, թե կոբեկ ցույց եմ տալու, թե Աննա Հակոբյանը այդ Ամերիկայի չանի։ Հետո ես լսել եմ ոնց որ թե դու էլ ուզում ես Մոսկվա գնաս, գնում ես Մոսկվա ինչ անես։ Ինչ ես խապելու այնտեղ։ Այ խապեբա, ինչքան խապել ես երիկա մի գնա Մոսկվա, մեգա քեզի չի էլ ընդունելու։ Եթե այսօր 10-րդ օրն է, չի շնորհավորել։ Եթե այսօր անգամ շնորհավոր է, համարեք որ չի շնորհավոր է։ Դու ունես 0 շնորհավորանք, 0 կներեք ժողովուրդ ջան։